Ողջույն բոլորին, ես Աշոտն եմ Ստեփանակերտից, ինչպես մնացած արցախցիները 23 թվականին մեր ընտանիքն էլ տեղահանվեց բռնի եւ տեղահանումը հաճախ թվերով են գնահատում, օրինակ օգնություն, ընտանիքներ, բայց կա մի հետևանք, որ դժվար է թվերով գնահատել, դա հանրային տարածքների կորուստն է։ Իրականում հանրային տարածքները կարելի ասել համարվում է հասարակության շնչառություն, որտեղ հասարակական վայրերում են մարդիկ հանդիպում, ծանոթանում, ձեռք բերում ծանոթություններ, վստահություն եւ 2008 թվականին Արցախում տեղի ունեցավ մի մեծ նախաձեռնություն, մոտ 700 զույգ միաժամանակ ամուսնացավ եւ պսակադրվեցին եւ այդ ծրագրի շրջանակներում Ստեփանակերտում կառուցվեց Սիրահարների պուրակը եւ այնտեղ տեղադրվեց ձեռքերի միաձուլված արձաններ, որը խորհրդանշում էր հավատք ապագայի հանդեպ, միասնություն եւ ընտանիք։ Եւ տեղահանումից հետո ես իմ ընտանիքի հետ բնակվեցի Մասիս քաղաքում եւ իմանալով մասնակցային բյուջետավորման հնարավորության մասին ես ներկայացրեցի մի ծրագիր եւ այդ արձանը փորձեցի որպես հուշ կառուցել Մասիս համայնքի նոր Խարբերդ բնակավայրում եւ այդ ծրագիրը արժանացավ նաեւ համայնքի բնակիչների հավանությանը եւ հաղթեց։ Հիմա կառուցվել է այդ արձանը, այդ տարածքում նաև կառուցվել է խաղահրապարակ երեխաների համար, որը թույլ է տալիս միանգամից ընտանիքին վայելել այդ տեսարանը, որտեղ կարող են երեխաները խաղալ, իսկ ծնողները հանգիստ նստել, հիանալ այդ տեսարաններով եւ այդ ծրագիրը, այդ արձանը թույլ է տալիս նորից հուշ արթնացնել արցախցիների մեջ, քանի որ Մասիս համայնքում արցախցիների թիվը առաջինը Երևանից հետո եւ այդ ծրագիրը նաեւ ցույց է տալիս, որ մարդիկ հնարավորություն են գտնում ստեղծել նոր կյանք այդ փորձություններից հետո մենք չենք կարող փոխել այն ինչ տեղի է ունեցել, բայց մենք այդ հիշողությունը ոչ թե պիտի ընդունենք որպես ծանրություն, այլ պիտի ընդունենք որպես հիմք եւ այդ հիմքի վրա կառուցենք նոր կյանք։ Շնորհակալություն։